Արդյոք դու այն անձն ես, ում պատճառով Տերը կփրկի ամբողջ տունդ։ Աստվածաշնչում մի քանի տեղ մենք հանդիպում ենք այն սկզբունքին, որ Աստված խոստանում է մեկ հոգու միջոցով ամբողջ տունը փրկել։ Մենք տեսնում ենք մի քանի աստվածաշնչյան պատմություններ, որ մեկ հոգու պատճառով Տերը փրկեց ամբողջ ընտանիքը։ Ու այսօր մենք, որպես քրիստոնյաներ, հավատում ենք այդ խոստումին, որ գրված է. հավատա և կփրկվես դու և քո ամբողջ տունը։ Եթե դու այդ մի հոգին ես ու Տիրոջ ճանապարհներում արդարությունով քայլում ես, ուրեմն հավատա, որ դու ու քո տունը կփրկվեք, որովհետև Տերը խոստացել է և խոստացողը հավատարիմ է ու կանի։ Բայց քեզ հարց տուր, արդյոք դու այդ մի հոգին ես և հաստատ քայլում ես արդարության մեջ, պահում ես Տիրոջ խոսքը, կատարում ես ամեն պատվիրանները, ջանքի մեջ արթուն ես, աղոթքի մեջ արթուն ես, ծուլություն չես անում։ Մենք պետք է լրջորեն մոտենանք Աստծուն և իր խոսքին, և եթե Տերը ասել է, ապա հաստատ կանի և չի ուշացնի։ Եթե ամուսինդ, ծնողդ, զավակդ դեռ Տիրոջը չեն ճանաչում, թող քո խոնարհությունը, քո սերը Աստծո հանդեպ, քո սերը իրենց հանդեպ, արդար կյանքդ տեսնեն և դարձի գան ու ապաշխարեն։ Մի վհատվիր, մի հուսահատվիր, այլ ինքդ քեզ հարց տուր. Տեր, արդյոք ես արժանի եմ, ու արդյոք ես այդ մի հոգին եմ, ում պատճառով դու իմ ամբողջ տունը կփրկես։ Տերը օրհնի քեզ և զորացնի քեզ։ Եվ հիշիր Նոյի պատմությունը, Ռախաբի պատմությունը, Ղովտի պատմությունը և բանտապետի պատմությունը։ Իրենց պատճառով Տերը փրկեց իրենց ամբողջ ընտանիքը։